ինձ համար ջիջը ավելի զորավոր ուժ ունի, քան ատոմային ռումբը, որովհետև փոքր երեխան երբ որ ծնվում է, ջջում է, վահան չունի, ցանկություն ունի։ Կանադահայ քանդակագործ Արտո Չակմակչյանը 15 տարեկան էր, երբ նրա ընտանիքը Եգիպտոսից տեղափոխվեց Խորհրդային Հայաստան։ Անցյալ հարյուրամյակի 60-ական թվականներին բավական էր, որ տոտալիտար սովետական ռեժիմը մի փոքր զսպող ցանցերը թուլացներ, որ հրաբուխի պես ժարկեց մի սերունդ գրականության և արվեստի մեջ, որ հետագայում կոչվեց 60-ական թվականների սերունդ, որը պատկերացրեց մինչև այսօր դեռ գործում է և ինչ-որ բան անում են։ Այդ սերունդի առաջին շարքերում էր գտնվում քանդակագործ Արտո Չակմակչյանը։ Արվեստը ունի 3 աստիճան ըսիս, գուցե ուրիշներում շատ, ինձ համար 3։ Առաջինը կյանքը այնպես ինչպես որ կա, դա ամենատարրական մակարդակն է։ Կյանքը այնպես ինչպես դու ես տեսնում, սա արվեստի համար պայման առաջի պայմաններից մեկն է։ Եվ ավելի կարևոր մակարդակը կա, կյանքը ինչպես որ դու մտածում ես այդ մասին, ինչպես որ ընկալում ես, մտածում ես այդ կյանքի մասին։ Ինձ թվում է Արտոն այս 3-րդ մակարդակի քանդակագործ են, այս 3-րդ մակարդակի արվեստագետներ են։ Մի առիթով էլ Ռուբեն Զարյանը Չակմակչյանին ասում է, որ երբ նրա կոմիտասներից հետո նայում է լուսանկարը, հասկանում է, որ քանդակներում կոմիտասի էությունն առավել է արտահայտված, քան իր իսկ լուսանկարում։ Կոմիտասը պատրաստելուց հետո Կոմիտաս ֆիգուրա պատրաստեց, ֆիգուրայում պատրաստել, ուզեցի ցուցադրել նկարիչների միությունում, ժյուրի հետ վերապարտ ցուցակցանը, ասելով, որ սա Կոմիտաս չէ, Դոն Կիշոտ է։ Եվ ես վերցրի արձանը առանց վիճելու, եւ միշտ տարի նույն արձանը ես բերի որպես Դոն Կիշոտ։ Այս անգամ նույնիսկ չընդունեցին, ասելով, որ ում ես խաբում, սա Կոմիտաս։ Ես 74 թվին դուրս եմ եկել Հայաստանից եւ բարձրացան կարող եմ ասել, որովհետեւ այնքան էի սիրում Հայաստանը, դրա համար եմ դուրս եկել։ Չակմակչյանն իր ընտանիքի հետ տեղափոխվեց Կանադա։ Այսօր նա Կանադայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ է։ Արտոյի կոմիտասներից մեկին Խորհրդային Հայաստանում սպանեցին։ Հենց այս դեպքն էր նրա հեռանալու պատճառը։ Ես 5 օր գիշեր ցերեկ աշխատելով պատրաստեցի կոմիտասի 3 մետրանոց արձանը, կոմիտասի սկիզբը ձևերեցի եւ 3-4 օր անցել, այլևս չկար այդ արձանը, կանգիպեն եկել, վերցրել եւ շպրտել էր իմ արվեստանոցից առաջ։ Բայց իմ աչքերը չէին կարող տեսնել այդ կոտրտված կոմիտասը, քետնին շպրտված։ Ես ինքս տրակտոր բերել եմ, քետնին հավասարեցրել եմ, որ ես կարողանամ հանգիստ քնել։ Եվ երբ որ հետո կանգիպեն ինձ կանչեց, ցույց տվեց կոմիտասի նկարը Գերմանիայում կոստյումով, եւ սա որ եթե կոստյումով պատրաստես, մենք կընդունենք, բայց եկեղեցական շորը չենք կարող ընդունել։ Ես քանդակագործ եմ, ես եկել եմ քանդակելու, իսկ դուք դերձակությունից եք խոսում եւ դրանով փակվեց կոմիտասի հարցը։ Դեթրոյթ քաղաքի վերածնունդ հրապարակում այսօր տեղադրված է Արտո Չակմակչյանի կոմիտասը։ Ես կոմիտասը ընտրել էի ինձ միջոց, ջգուն միջոց,
որը արտահայտել է հայու դարբեր հոգեկան աշխարհները, եւ ուրախությունը, եւ տխրությունը, եւ եղերնը, եւ բանաստեղծությունը, ես ունեմ կոմիտաս բանաստեղծ, կոմիտաս տարբեր կամ գումոտ, ես 30-40 կոմիտաս ունեմ, եւ բոլորը մեր հայ ժողովրդի հոգու հետ կապված թելեր են։ Իմ քանդակն ինքն է, ինքը քանդակել է, սա ժամանակին։ Վեր անգեղծ ընկերոջս Պերջին, գերեր մորացել է, որ գրածը։ Սա մինուսության տայսներում է հիմա գտնվում։ Այս 4 նկարները վերևի 4 գրաֆիկական գործեր նույնպես իրեն, սա ես եմ Արսենին նկարել, որ ես շատ հավանում եմ Արսանում, ես նկարը շատ հավանում, այն երեքը նույնպես իրեն, այսը կարծեմ փոքր բաներ կան, այս Արսոյի գործերն են, այս Արսանը իր դիպլոմային աշխատանքն ինստիտուտի դիպլոմային աշխատանքը կոչվում է Հայուհին։ Երբ որ Արտոն արտասահման մեկնեց, հետաքրքիր որ նրա իր տարավարտանների մեծ մասը տարավ իր հետաքրքիր որ արտանները տանորումը ամեն արտանից փող ուզեցին։ Բացվեց որ դա ազգային արժեք է, աբսոլյուտ ազգային մարդու բաններ չէին դնում, մերժում էին, քանդակ չէին դնում, երբ որ հանում էր դուրս, բացեցոց ազգային արժեքին երես փող են ուզում։ Չնայած իր բնակավայրին, Արտոն իր ներշնչանքի աղբյուրը համարում է Հայաստանը։ Դեռևս այստեղ եղած տարիներին տպագրեց մի աշխատություն միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստ վերնագրով։ Աշխատությունը նրա Հայաստանում կատարած ճանապարհորդությունների արդյունքն էր։ Արտոյի աշխատանքներում Հայաստանը միշտ առկա է, բայց ոչ արտաքուստ։